Սիրելի ժողովուրդ, գիտեք, մասուրը ինչքան առողջարար է, վիտամին C-ի հզոր քանակություն նույնիսկ անգամ սև հաղարջից շատ ավելի է տարունակում, քան որևիցե հատապտուղ կարող էր։ Մասուրը օգտագործում ենք թեյերի տեսքով, 4 պտուղը տարին 12 ամիս, բայց դուք գիտեք, որ մասուրից ավելի լավ սիրտանոթային համակարգի վրա ազդում է հենց մասուրի ծաղիկները։ Այս պահը պետք է օգտագործել, որպեսզի մասուրի ծաղիկները դեռևս չթափվեն եւ ինչ ենք անում։ Եթե կա սրտի խնդիր, արիթմիաներ, ընդհանուր ցավ, կրծքավանդակում, ներվային վիճակի վատացում կամ անքնություն, ապա այդ դեպքում պետք է դիմել անպայման բժշկի, հետազոտել սիրտը, որովհետև սիրտը չի կարելի անուշադրության մատնել։ Բայց ժողովրդական բժշկությունը հրաշալի բաղադրատոմս է ասում, այսինքն ոչ թե բաղադրատոմս, այլ հենց թեյ։ Վերցնում ենք մասուրի ծաղիկները եւ ավելացնում տաք եռացող ջուր եւ օգտագործում հենց ամեն առավոտյան տան անդամներով։ Այն չափից ավելի առողջարար է, վիտամինների հզոր քանակություն, եթերայուղեր, այնտեղ կա նույնիսկ անգամ ջերմիչեցնող, հակավիրուսային, հակամիկրոբային, հակաբորբոքային եւ ամենակարևորը հրաշալի է ազդում երիկամների վրա եւ այն օրգանիզմից հեռացնում է ավելնորդ ջուրը։ Իհարկե, կարելի է նայել մի փոքր նաեւ ավելացնել լիմոն, ընդ որում լիմոնը պետք է ավելացնել այն ժամանակ, երբ ջուրը մի քիչ սառ է, որտեղ վիտամին C-ն շատ արագ ոչնչանում է բարձր ջերմության տակ։ Դրա համար իմ շատ սիրելի ժողովուրդ, օգտագործում ենք այն պահը, երբ մասուրը դեռ ծաղկում է, իսկ հիմա մասուրը ծաղկում է, շտապեք, եթե ուզում եք թերթիկներ, ապա կարող եք սարսափցիկում դնել տարին 12 ամիս խմելու համար, այն հրաշալի է, կա թերթիկների իհարկե եւ սպիտակը եւ ռոզվին, միևնույն է, դա կապ չունի, բոլորը առողջարար են սիրտանոթային համակարգի վրա եւ բացի այդ էլաստիկությունը բարձրացնում են, անոթների վիճակը լավացնում են, մաշկի գույնը, մաշկի նույնիսկ անգամ դիմակ կարող եք հենց այս ծաղիկներից խյուս անել եւ քսել դեմքին, չքնաղ եք լինում, ինչպես միշտ հայրի նման գեղեցիկ։